Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում Աբովյան Թայմն է եւ ես Արման Աբովյանը։ Միջազգային, ասենց ասեմ, լրահոսը, ողողված է բավականին հետաքրքիր տեղեկություններով, որոնք միգուցե եւ ասենց միջնորդված, ոչ թե միգուցե, համոզված եմ, որ միջնորդված մեր վրա ազդում են, խոսքը գնում է ռուս-ուկրաինական քեյսի մասին, սա բնական է, եւ բացի ռուս-ուկրաինական քեյսից նաեւ տեղի են ունենում, ասենց ասենք, ներհայկական եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների, մասին այսօր կխոսենք եւ այսօր խոսելու ենք միջազգայնագետ Հայակվե շարժման չգիտեմ կազմակերպություն ազգային քաղաքացիական միավորման ինձ ուղեցին տենում եք անգրագետ մարդ եմ, դա էլ չգիտեմ, չնայած գիտեմ, որովհետեւ բազմաթիվ ընկերներ ունեմ այդ քաղաքացիական նախաձեռնության ներքո եւ այսօր խոսելու ենք Մենուա Սողոմոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Հազար բարի։ Շնորհակալություն, որ հրավեր ընդունեցի։ Գիտեմ շատ sense պատիվն իմն է։ Դատերի մեջ եք, բան, տես խառը, վիճակ։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Դե նամանավանդ ձեր դատերի մասին երբ որ խոսում ենք, գիտեք, դուք շատ սա անկեղծ եմ ասում, շատ sense համակարգված մարդ եք։ Ու երբ որ ես իմանում եմ ինչի համար, ուղղակի ծիծաղս գալիս է ներողություն էլի։ Դե լավ, որ ասма չեմ ուզում հիմա դատական գործերը քննարկեմ, հիմա էլ չվերցնեն, որպես ջուր պատրվակ չգիտեմ ինչ անեմ, բայց այնուամենայնիվ կարծում եմ ամեն ինչ լավ պետք է լինի։ Իհարկե, այլ տարբերակ չկա։ Այնուամենայնիվ դուք թորներին պատմելու լիքը բան ունեք աբսուրդիզմի առհասարակ մասին, Թող ժպիտով պատմենք, թող որ այդ ժամանակներում ժպիտով պատմենք։ Ես վստահ եմ, որ ժպիտով կպատմենք այս, նամանավանդ ձեր քրեական, վերջին գործի հետ կապված, որ Վանաձոր եք գնացել։ Տեսա չեմ ուզում ասեմ, բայց լեզվից ծերին։ Բանչան ենք դա։ Կարևոր չի խորա։ Տեսակ, չխորացանք։ Բայց հիմա վերադառնանք լուրջ թեմաներին եւ հնչյուն թեմաներից մեկը, որը մինչ այսօրս չի դադարում, լուրջ մնալ, դա Վարշապատ համայնքում, խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրություններն են, որի արդյունքում մենք գիտենք, որ եթե չեմ սխալվում, Դոնթի Բանաձևի կիրառման արդյունքում իշխանությունը ստացավ 50+ ավականիների սենց ասենք, ընդհանուր քանակը 33 ավականի, որոնցից 19 իշխանական ավականիներ են, այսինքն 50+։ Եվ ըստ էության իշխանությունը Վարշապատում տեղական ինքնակառավարման մարմինները գլխավորեց։ Մինչ այդ հիշեցնեմ ձեզ, որ գրեթե բազմաթիվ տարբեր քաղաքներում եւ խոշորացված համայնքներում իշխանությունը հետեւականորեն պարտվում էր, խոսքը գնում է Մալավերդի, Վանաձոր, Գյումրի, կարող ենք ասենց անվերջ թվարկել։ Ինչի համար այս հիշեցումը, ես չեմ ուզում այսօրվա մեր զրույցը գիտեք վերածվի, իշխանությունը հաղթեց, դա ինչ որ տենց ուռճացնենք կամ ընդդիմությունը այլ տեղերում հաղթեց, դա էլ ինչ որ մեծ ուռճացնենք, չգիտեմ ինչ, տես քաղաքական խոսույթ դարձնենք, չէ, ես դրա մասին չեմ ուզում խոսել, որովհետև համարում եմ երկու պարագայում էլ, այո, միջպետական ընտրությունների հետ ինքը միգուցե եւ կապ ունի, չնայած միգուցե չէ, կապ ունի հաստատ, բայց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները միշտ, որ ասում եմ, տեղի տղու ընտրություններ են, իսկն Խազեստվինիկ են ընտրում, այսպես ասած։ Եվ իրենց ճանաչած տեղի եւ քաղաքական բաղադրիչը ինքը իհարկե արկա է, միանշանակ արկա է, բայց դե առաջնային մեկ է։ Ոնց որ տեղամասի կամ այդ համայնքների, ասենց ոնց որ բնակիչ են ընտրում, տղա են ընտրում, հատ լավ արտահայտություն կա, տեղի տղուն են ընտրում։ Սա դրական միանշանակ դրական կոնոտացիայի ներքո։ Հայակվեն այնտեղ դիտորդ էր։ Ես հետևում էի ընտրություններին եւ հետևում էի ձեր անձնական էջերին, սոցցանցերում, Հայակվեի էջերին, Տելեգրամում եւ այլն, այլ սոցցանցերում։ Եվ տեսնում էի, որ բավականին ակտիվ դիտորդական առաքելություն եք
իրականացնում։ Այո։ Դա այն պարագայում, որ հայակվեն ինքը չի հանդիսանում լոկ դիտորդական ինչ-որ մի կազմակերպություն, որի հիմնական առաքելությունը դիտորդությունը իր ֆունկցիաներից մեկն է։ Ի նկատի ունեմ կան, գիտեք, որպես դիտորդ ձևավորված կազմակերպություն չենք, էլի դիտորդություն անելու համար ձևավորված կազմակերպություն չենք, այո։ Եկեք սկսենք առաջինը, ինչով է պայմանավորված ձեր կողմից, որոշումը ակտիվ դիտորդական առաքելության մեջ մասնակցել։ Շատ լավ, մինչև հարցին գալը ուղղակի քանի որ ամենասկզբում շոշափեցիք միջազգային լրահոս, միջազգային անցուդարձ, շատ կարևոր իրադարձություններ են հիմա տեղի ունենում, այո, դրանք արագացել են այդ ամեն ինչը, եւ այդ ամեն ինչը իրականում մեզ կարող է թվալ թե կապ չունի մասնավորապես վաղ շաբաթում տեղի ունեցող ընտրությունների հետ, բայց իրականում կապ ունի այնքանով, որքանով որ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, քաղաքական բնույթի իրադարձություն, դրան գործող իշխանությունների կողմից կա ձգտում այնպիսի համեմունք տալ, այնպիսի տպավորություն ստեղծել, որպեսզի դրսում իրենց լեգիտիմության, իրենց ուժեղության վերաբերյալ ստեղծվի այդպիսի տպավորություն։ Դա նորմալ է իշխանությունների պարագայում։ Սենց ասենք էլի։ Պարզապես երբ որ դա զուգահեռվում է նաև հայ ժողովրդի արչև դրված քաղաքակրթային բնույթի հարցով, որ վաղաշաբաթի ընտրությունները ենթադրենք, ասում է որ ցույց տվեցին, իբրև թե ժողովուրդը համաձայն է Գարեգին երկրորդին, իհարկե ուրիշ անուն-ազգանունով է դիմում, Գարեգին երկրորդին հեռացնելու օրակարգի հետ քաղաքակրթային, աշխարհաքաղաքական եւ լոկալ բնույթի այս իրողությունները ինչ որ մի հատ կետ կա, որ իրար հետ այս ամեն ինչը կապվում է, կապակցում է։ Այլապես դրա համար է, որ այս ընտրությունները միայն տղա ընտրելու, այսպես ասենք, տնտեսվար ընտրելու, կոմունալ ծառայություններ իրականացնող, մարդ ընտրելու ընտրություններ չեն։ Ես անգամ կիսում եմ ձեր կարծիքը, պարզաբան եմ, տեսեք։ Այն, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը իր դոկտրինալ տեսլականի ներքո յուրաքանչյուր գործընթաց փորձում է, վերագրել շատ գլոբալ հարցերին, որովհետև ես համոզված եմ ոչ մի վաղարշաբաթի, նույնիսկ այն մարդիկ, ովքեր գնացին եւ ընտրեցին պրոիշխանական, թեկնածուին, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ ինքը գնում է ընտրի դրա համար, որ կաթողիկոսին հանեն։ Օրինակ, միգուցե կային նաեւ այդպիսի մարդիկ, այնուամենայնիվ, բայց ընդհանուր փիլիսոփայությունը ընտրությունների դրա մասին չէր, որովհետև ես անկեղծ ասեմ, ես շատ ուշադիր հետևում էի նախընտրական քարոզին, թե ընդդիմության եւ թե իշխանական ներկայացուցիչի եւ արդարության համար պետք է ասեմ իշխանության ներկայացուցիչի երբեք չէր խոսում այդ թեմայի շուրջ։ Նկատել եք, չէ՞, այսինքն այդ թեման չէր խոսում։ Եվ նրանց ձեռնտու չէր, նա առհասարակ իր կուսակցության հետ ասոցացումից էր խուսափում։ Այլապես շատ փոքրիկ մանր տարերով գրված չէր լինի քաղաքացիական պայմանագիր անունը այն պաստառների վրա, որոնք որ ամբողջ քաղաքով մեկ եւ այդ գյուղերով մեկ համայնքով մեկ փակցված է։ Այսինքն ասածս ինչա, այո, թե իշխանությունը հատավյալ դեպքում որպես սենց ասենք, տեղական ինքնակառավարման ստանձնելու մանդատ ստացավ վաղարշաբաթում, իհարկե ինքը պետք է օգտագործեր եւ հաշվի առնելով նաեւ, ես համոզված եմ, պարոն Սողոմոնյան, այս շարունակական պարտությունները, որը ինքը տանում էր, տարբեր համայնքներում, իհարկե այս թեման պետք է վերցնեին ու չգիտեմ ինչ սարքեին։ Այո, իր համար սա պրեստիժի նաեւ բան ապացուցելու նաեւ հարցեր։ Այսպեսով մի քանի ոնց որ մեսիջ ուներ, էլի էս ընտրությունը։ Բայց դրա հետ մեկտեղ եկեք հիշենք, որ եթե վերցնենք բացարձակ թվերի մեջ, ապա Դոնտի Բանաձև բան դնում եմ մի կողմ, ապա իշխանական ներկայացուցիչը հավաքել էր ըստ էության 48%-ի, ընդ 10-որդականների բան կար 48%, իսկ երբ որ մենք վերցնում ենք ընդհանուր հավաքական ընդդիմության նույնիսկ հանելով, այսպես կոչված իշխանական սատելիտ կուսակցության մասնակցությունը, չեմ ուզում հիմա իրանց անունը տամ,
թիվը, ապա այստեղ մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ ընդդիմությունը բացարձակ թվերի մեջ հավաքական, հա, ինքը 50+ է դառնում։ Պարզապես մի քանի ընդդիմադիր ուժ ու շեմը չանցան եւ Դոնթի բանաձևի համաձայն բաշխվեց արդեն կրկին բացարձակ թվերի ներքո, այսինքն, հա, սա զուտ տեխնիկական։ Հիմա տեսեք, դուք մասնակցում եք դիտորդ անմիջապես ընտրությունների օրը, թե ընտրություններից առաջ։ Ամբողջ շրջանում հոկտեմբերի 27-ից գրանցվել էր Հայաքվե դիտորդական առաքելությունը երկու հասարակական կազմակերպությունների հիման վրա, եւ մենք հենց նախընտրական շրջանում եւս դիտարկում ենք արել, բավական ուսումնասիրել ենք եւ մինչեւ ընտրությունները եւս զեկույց ներկայացինք։ Ինչու ենք մենք շահագրգիռ այս հարցում։ Մեր գոյության իմաստներից մեկը կանխելն է Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան։ Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան տեղի է ունենում նաև այն պատճառով, որ Հայաստանը հետընթաց է կատարում, շարունակաբար հետընթաց է կատարում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառներում։ Եվ որպեսզի Հայաստանի հետընթացը եւս կասեցնենք, հնարավորինս պահպանենք ժողովրդի քվեն ընտրական գործընթացներում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների որոշման գործընթացներում, այդ պատճառով մենք որպես ազգային քաղաքացիական միավորում, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք կուսակցություն չենք, որպես ազգային քաղաքացիական միավորում իրականացրեցինք այդ դիտորդությունը։ Մենք իհարկե դա արել ենք ոչ առաջին անգամ։ Մենք դիտորդությամբ հանդես ենք եկել 2023 թվականի սեպտեմբերին Երևանի ավագան ընտրություններին եւ այս տարի մարտի 30-ին տեղի ունեցած Գյումրու եւ Փարաքարի ավագանիների ընտրությունների ժամանակ։ Մեր հիմնական արձանագրած խնդիրը այս ընտրությունների հետ կապված կամ խնդիրները կայանում էր նրանում, որ խնդիրների հիմնական կծիկը գտնվում էր երկու համայնքները առանց անհրաժեշտության, առանց հանրային պահանջի արհեստականորեն միավորելու մեջ։ Խոյ համայնքի մասին է խոսքը։ Խոյ համայնքը եւ Վաղարշապատ համայնքը։ Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքը իրենց ներկայացնում էր Էջմիածին քաղաքը եւ Ոսկեհատ գյուղը, իսկ Խոյ համայնքը իրենց ներկայացնում էր 17 գյուղեր։ Եվ այդ երկու միավորները միավորեցին իրար առանց տակը հիմնավորում դնելու, առանց լրջորեն հիմնավորելու, թե ինչու էր։ Ես եղել եմ բազմաթիվ տեղերում, բազմաթիվ գյուղերում, մինչև ընտրությունները սկսել է։ Այն ժամանակ, երբ որ միավորումը գնաց եւ պարզեր, որ ընտրություններ են լինելու։ Այսինքն դուք կարծում եք, որ միավորումը հենց ընտրությունների հետ էր կապված։ Այո, իհարկե, արված էր ընտրությունների համար, որպեսզի այդտեղ իշխանական թեկնածուն հաղթի։ Որովհետեւ կներեք, որ ավելի պարզ լինի մեր հարգելի ռադիոլսողներին, ես այսօր կփորձեմ ձեզ այդ զրույցի մեջ աշխատել մի քիչ այն նարատիվներով, որը հակընդդեմ կողմն է առաջ բերում, որովհետեւ մեզ մոտ չստացվի, որ ասма ջան լսենք, ջան ասենք, ուտենք մենք մեր թեմաներով խոսանք, որովհետեւ բազմաթիվ անգամ լսել եմ այն կողմի, հիմնավորումները առայն, որ դե խոշորացումը օրինակ, դա պայմանավորված է էֆեկտիվ կառավարման մեթոդաբանության ներդնելու եւ էֆեկտիվ կառավարման, որ իմաստ չկար երկու համայնք լինեին։ Այն դուք իմ համոզմունքները գիտեք, ես գիտեմ, հասկանալի է, իհարկե։ Եվ հիմա հենց այս սրա մեջ է խնդիրը։ Եկեք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ առաջ եթե յուրաքանչյուր գյուղի բնակչություն օրինակ ընտրում էր գյուղապետ կամ յուրաքանչյուր քաղաքի բնակչություն ընտրում էր քաղաքապետ եւ ընտրում էին ավագանի, հիմնականում անհատներից բաղկացած, ապա հիմա տրամաբանությունը փոխվել է, քանի տարի տրամաբանությունը փոխվել է եւ համայնքները իրենցից ներկայացնում են բազմաթիվ բնակավայրերի միավորումներ, խոշորացված համայնքներ են հիմնականում հանդիսանում, որտեղ ընտրությունը տեղի ունենում կուսակցական սկզբունքով, նույնպես ինչպես որ պարլամենտական ընտրությունները տեղի ունենում, համամասնական ընտրակարգով, կուսակցական սկզբունքով տեղի ունենում ընտրություններ։ Հիմա երբ որ վերցնում են եւ միավորում են այդ երկու համայնքները, Խոյի համայնքը եւ Էջմիածին համայնքը, դրա տակ պետք է ինչ-որ տրամաբանություն լինի։ Ինչ է դա տալու Էջմիածնին։ Ենթադրենք Էջմիածինցիներին ինչ է տալու, կամ ինչ է տալու դա խոյեցիներին։ Ընդհակառակը, այդ մարդկանց տեղաշարժի հետ կապված, լոգիստիկայի հետ կապված ավելի բարդանում է, հատկապես գյուղերի հետ կապված, որովհետև եթե օրինակ առաջ իրենց համար ավելի հեշտ էր հասնել Գեղակերտ գյուղը Խոյի
կենտրոններ, այսպես ասած, որը որ գտնվում էր այդ համայնքի աշխարհագրորեն կենտրոնական հատվածում։ Ապա հիմա այդ նույն բանը անելու համար նրանք պետք է գան հասնեն Վաղարշապատ քաղաք։ Ես չեմ ասում, որ Վաղարշապատ քաղաքը շատ հեռու է, բայց համենայն դեպս մարդկանց շատ ավելի հարմար էր այդ փաստաթղթավորման գործընթացները իրականացնել այդտեղ։ Եվ հիմա մի ուրիշ տեսանկյունից նայենք էլի հարցին, ես այս օրինակը եւս մեկ անգամ բերել եմ, հիմա էլ բերեմ։ 70,000 ընտրող ուներ փաստորեն Խոյե եւ Վաղարշապատը իրար հետ միասին 69,000 եւ այլն 69,900 ինչքան։ Հիմա Հայաստանում կա օրինակ Ստեփանավան խոշորացված համայնքը, Գյուլագարակ խոշորացված համայնքը եւ Լորիբերտ խոշորացված համայնքը։ Այս երեք համայնքները Ստեփանավանի շրջանի համայնքներն են, նախկին Ստեփանավանի շրջանի համայնքներ են։ Բայց քանի որ այստեղ յուրաքանչյուր տեղը գործող իշխանությունների յուրաքանչյուր համայնքում գործող իշխանությունների տեղը պինդ է, դիրքերը ամուր են, այստեղ այդ խոշորացումը տեղի չի ունենում։ Բայց այստեղ միասին վերցրած ավելի քիչ մարդ է բնակվում, քան Վաղարշապատում եւ Խոյում ընտրողներ կան, ընտրելու իրավունք ունեցող մարդիկ կան։ Հետևաբար մենք երբ որ տեսնում ենք, որ որտեղ որ իրենց դիրքերը ամուր է, պահպանում են համայնքները այնպես ինչպես որ կան, որտեղ որ իրենց դիրքերը թույլ է, ձգտում են միավորումներ իրականացնել, որպեսզի մի տեղի, մի համայնքի ուժեղ տեխնացուի ազդեցության հանգամանքը տարածեն, գումարեն մյուս համայնքում իրենց քաղաքականապես նախապատվություն տվող մեր քաղաքացիների ձայներին եւ դրանով փաստորեն համայնքներում հաստատեն վերահսկողություն, որովհետեւ իրենց տեխնացու նախկին քաղաքապետը Դիանա Գասպարյանը դիրքերը թույլ էր, քրեական գործ կար եւ այլն, հասկանալի էր, որ իրենք այստեղ թույլ են լինելու եւ պարտվելու են առաջիկա ընտրություններին, իսկ այդ ընտրությունները ոչ հեռու ապագայում էին տեղի ունենալու։ Դրա համար մյուս կողմից հաշվի առնելով Վարգիշտի Մեխակյանի նրա ծագումնաբանության հետ կապված կամ այլ հանգամանքների հետ կապված ավելի ծանրակշիռ նրա հեղինակությունը Խոյ համայնքի գյուղերում, այդ երկու հանգամանքները իրար կապելով դրա համար այդ միավորումը արեցին եւ փաստորեն ինչ որ արհեստական բան տեղի ունեցավ։ Որտեղ մենք առանձին երբ որ նայում ենք Խոյ համայնքում փաստորեն քաղաքացիական պայմանագիրը հավաքել էր 59%, իսկ Վաղարշապատում նախկինը, ասենք էլի, հենց նախկին համայնքները Էջմիածին եւ Ոսկեհատ հավաքել էր 42%։ Բավականին զգալի տարբեր, ամենը 10% տարբերություն է։ Եվ հակառակը Էջմիածնում երկրորդ ուժը, հա, այսինքն հիմնական ընդդիմադիր ֆավորիտ ուժը հաղթանակ դաշինքը հավաքել էր 38.5%, այսինքն համարյա թե հավասար էր։ Իսկ Խոյ համայնքում շատ ավելի քիչ էր հավաքել բնականաբար։ Հիմա գլխավոր խնդիրը գալիս է հենց այս արհեստական օրակարգից եւ դրան գումարած բնականաբար խնդրեմը նախնական շրջանում է, նախընտրական շրջանում է վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված գործընթացների մեջ է։ Վարչական ռեսուրսի մասին։ Տեսեք, իշխանությունը ասում է հետևյալը։ Ասում է, որ ինքը վարչական ռեսուրս չի օգտագործում, իսկ եթե ինչ որ մեկը իրենց անունից, ես իրանց եմ ցիտում։ Հա շատ լավ գիտեմ, երեխա չեմ էլի ինչա կատարվում, բայց այնուամենայնիվ։ Իսկ եթե ինչ որ մեկը փորձում է վարչական ռեսուրս օգտագործել, ապա հենց իշխանությունը նույնիսկ իր համակիր, հա, լինելով այդ մարդուն ու պայմանական տենց հատատայա տալեի կամ չգիտեմ գործահարություն կամ շո վարույթ տանում։ Օրինակ բերելով դպրոցներից մեկի տնօրենին կհիշեք այդ պատմությունը։ Այո, հենց Գեղակերտի դպրոցի տնօրենն էր։ Ահա, դպրոցներից մեկի տնօրենին, որ համաձայն իշխանական, հա, տեսլականի, տենց իրենք պատժեցին, մեծ աղմուկ բարձրացրեցին եւ այլն։ Դա ոնց է համատեղվում ձեր այն պնդման, որ admin ռեսուրսը օգտագործվում։ Եթե ինչ-որ դպրոցի տնօրենի ինչ պատճառներով, ես չգիտեմ ինչ պատճառներով, բայց ինչ-որ պատճառներով թեկուզ եւ իրենց կուսակիցն է կամ գաղափարակիցն է հանում են։ Դա արդյոք կապ ունի նրա հետ, երբ որ նախընտրական շրջանում սկսում են ինտենսիվանալ բակերի վերականգնման աշխատանքները, սկսում են ինտենսիվանալ ասֆալտապատման աշխատանքները ու էապես են ինտենսիվանում։ Այս մեր դիտորդության այս ժամանակահատվածում, որ մենք սկսել ենք Երևանի դա խախտում է։ Ասեմ ինչ առումով է խախտման հենց նրբությունն եմ էլի ուզում ասել։
Համայնքի ղեկավարը կամ համայնքի ղեկավարի աշխատակազմի ինչ որ բարձրաստիճան պաշտոնյաներ նախընտրական քարոզչությանը նախ միանում են։ Օրինակ ասենք, Երևանի պարագայում եկեք մի պահ բանից վերանանք, էլի ընդհանուր հասկանանք ոնց է այս ռեսուրս աշխատում։ Երևանում այդ ժամանակ թաղապետերն էին։ Պաշտոնապես մասնակցում էին քարոզարշավին։ Մասնակցում էին իրենց հետ նաև աշխատակիցներ տանելով։ Եվ այդ օրինաչափությունը եղել մենք տեսել ենք նաև Գյումրիում, այդ օրինաչափությունը մենք տեսել ենք նաև այստեղ Վաղաշապատում։ Երբ որ աշխատակազմիդ հետ գնում ես դու գնում ես հանդիպելու որպես այստեղ քաղաքական դեմք, բայց քեզ հետ գալիս են պետական, ավելի ճիշտ հանրային ծառայողները։ Գնում ես ասում ես, ինչ խնդիր է այստեղ, հա, այս խնդիրն է, մարդիկ ասում են, գիտես ինչ, այստեղ խնդիր ունենք մի հատ։ Դիտահոր պետքա փորվի, կամ ասֆալտ պետքա գցվի, կամ տաղավար պետքա կառուցվի եւ այլն, ու հրահանգը տրվում է բերեք այս հարցը լուծեք։ Բերեք, ու դա արվում է նախընտրական քարոզչության շրջանում։ Մարդկանց մոտ ստեղծվում է տպավորություն, որ ինչքան լավն են իրենք։ Եկան, տեսան, արեցին, այսպես ասենք, հա։ Դա հենց ռեսուրսի չարաշահումն է, որ կա։ Դա այն տեսանելիներից մեկն է։ Այն տեսանելին է, որը հետո մենք ընտրության օրը, քվեարկության օրը, մենք այդ ռեսուրսի չարաշահման հանգամանքը տեսնում ենք կուտակումների մեջ։ Երբ որ հատկապես Խոյ համայնքի գյուղերում, որտեղ որ գործող իշխանությունների թեկնածուն եւ կուսակցությունը շատ բարձր ձայներ էին հավաքել, ու շատ բարձր ասած 59%, հա, ձայներ էին հավաքել։ Բարձր չի կներեք, եթե մենք դիտարկում ենք որպես ներողություն եմ խնդրում, ամենայն հարգանքով բոլորին Խոյի համայնքի բնակիչների հանդեպ, բայց ներողություն 59%-ը շատ բարձր չի։ Եվ տեսնում ենք, որ ընտրատեղամասերին մոտ ինչ որ տարածությունների վրա հենց հիմնականում այդ ճանապարհները, որ բերում են ընտրատեղամասեր, հատկապես գյուղերում կուտակումներ ենք տեսնում անընդհատ։ Ոստիկաններին խնդրում ենք, հորդորում ենք, գնում են, ցրում են, հետո նորից էլի կուտակվում են։ Ինչա տեղի ունենում այդ կուտակումների ժամանակ։ Կուտակվում են մարդիկ, նախ ինչ որ այդպես մթնոլորտ են ստեղծում։ Այդ ճանապարհով անցնող դարձողի հետ կոնտակտի մեջ են մտնում։ Տատի ջան, տոտա ջան, չգիտեմ ինչ ջան, հոպար ջան, հիշում ես, չէ՞։ Այսպիսի խոսակցություններ են անընդհատ լսում։ Հիշում է, թիվն են հիշեցնում եւ այլն։ Այդ ուղղորդման գործընթացները մենք որ ասում ենք, դա մասնակի ուղղորդում է։ Հա, իհարկե, մենք տեսնում ենք քվեարկության օրը։ Մենք քվեարկության օրը բազմաթիվ էլի այլ տիպի խախտումներ ենք արձանագրել, բայց ասել ենք, որ հիմնական խնդրեմը ոչ թե քվեարկության օրն է, այլ դրանից առաջ տեղի ունեցած այդ ամբողջ գործընթացներն էին, որոնց մեջ կենտրոնական հանգամանք է իրենից ներկայացնում հենց վարչական ռեսուրսի կիրառումը։ Վարչական ռեսուրսի կիրառման մասով ձեր պաշտոնական էջերում բացի կուտակումներից նաև չեմ ասի պնդվում էր, բայց ակնարկ էր արվում, որ հիմնարկների ժողովուրդ են գնում, պետական հիմնարկների մասին է խոսքը գնում, որ տենց ինչ ուղղորդում են այդ մարդկանց, ճիշտ է ես հասկանում հանդիպումներին, հա, նախընտրական քարոզչության ժամանակվա հանդիպումներին, այո, իհարկե։ Դա եւս զորեղ փաստարկ է այդ մեր ասացի օգտին, վարչական ռեսուրս գործադրելու օգտին, դա եւս զորեղ փաստարկ է։ Ի վերջո մենք մի քանի անգամ այդպիսի ականատես եղել ենք կամ բարեգործական կերուխումեր, որ կերուխում այն որ կազմակերպվեց, հասկերույթը բարեգործական այսպես կազմակերպվեց ընտրությունների շրջանում ու մի պարագայում, ասենք, մենք տեսնում ենք 236-րդ հոդվածը քրեական օրենսգրքի իշխանականների համար չի աշխատում, ընդդիմադիրների համար աշխատում է ինչ որ հավաքների մարդ բերելու հարցում նյութական շահագրգռություն հանդես բերելը։ Միտեղ աշխատում է, միտեղ չի աշխատում։ Նյութականը միայն փողը չի։ Նյութականը միայն փողը չի, հենց դա որ նյութականը միայն փողը չի։ Նյութականը այն ամեն ինչն է, ինչը որ նյութապես կարող է մարդուն շահագրգռել։ Մենք հակված չենք այդ 236-րդ հոդվածի մենք շատ բացասական ենք վերաբերում։ Հա, բայց քանի որ իրենց մեկնաբանմամբ այդ հոդվածը այդ նյութապես շահագրգռելը ինքը շատ վատ բան է, հա, եւ Ավետիք Չալաբյանին մասնավորապես աննախադեպ էր, հա, որ դրա համար տարան 100 օր նստացրեցին, հա, մի պարագայում աշխատում է ընդդիմադիրների մասին է երբ որ խոսքը, մեկ այլ պարագայում երբ որ իշխանականներն են ինչ որ նյութական շահագրգռության բանում, այդ պարագայում չի աշխատում։ Հա, նամանավանդ ընդգծեմ, որ Չալաբյանի մասով այդպես էլ
ակնհայտ, հա, բաց ապացույցներ նյութական ինչ որ շագրգռվածություն չկար եւ այստեղ հա պարզապես այլ գործընթացներ էին տեղի ունենում, ուզում եմ մի անգամից ընդգծեմ, որ մարդկանց մոտ տպավորություն որ շագրգռվում է։ Չէ, Ջանանդելերի ուրիշ պատմություն էր։ Ճիշտ է, ուղղակի մոնտաժված գաղտնալսված ապօրինի ապացույց հանդիսացող գաղտնալսումներ էին, որոնք մոնտաժելով, իրար կցելով, ինչ որ բան էին փորձել ստանալ։ Հա, եթե չեմ սխալվում, դատարանը բան արեց, չէ, որ նու չընդունեց որպես ապացույց։ Ի վերջո վերաքննիչում, հա, միգուցե եւ սխալվում եմ։ Ի վերջո վերաքննիչ այդ ամեն ինչը հաշվի առավ, այո։ Ահա, նա տեսեք։ Վերադառնանք մի պա կրկին այն նախաձեռնությանը կամ այն շարժմանը, հա, որը դուք ներկայացնում եք, դուք խոսքի սկզբում ասացիք, որ դուք կուսակցություն չեք, բայց այնուամենայնիվ նախընտրական փուլում են գտնվում, համապետական միգուցե սենց ասեմ, հա, առայժմ վաղ է դրա մասին խոսել, բայց այնուամենայնիվ համոզված եմ, որ վաղ չի։ Միգուցե նաև ուշ է, իսկ կա ինչ-որ նպատակներ, օրինակ հայակվեն կուսակցություն դարձնել կամ ինչ-որ մի սենց ասեմ ընտրություններին մասնակցել ինչ-որ մի ձևաչափով։ Հայակվեն կուսակցություն չի դառնա։ Ահա։ Հայակվեի մեջ կարող է լինել կուսակցություն, որովհետև հայակվեն միավորում է, հայակվեն ինքը միավորում է, որի մեջ կան ինքը այդ միավորումը որևէ կազմակերպաիրավական ձև չունի։ Ինքը միավորում է, որի մեջ կան տարբեր կառույցներ, կան հասարակական կազմակերպություններ, կան հիմնադրամներ, կան անհատներ եւ կարող է լինել նաեւ կուսակցություն։ Այսինքն հայակվեի գործունեությունը ընդհանուր առմամբ։ Ահա։ Իր մեջ պարունակում է եւ քաղաքական բաղադրիչ, բայց նաեւ իր մեջ քաղաքակրթային բաղադրիչ էլ է պարունակում եւ քաղաքացիական բաղադրիչ էլ է պարունակում։ Այստեղ մի հարց, տեսեք, ինձ համար որպես մի մարդ, ով քաղաքականության մեջ բավականին երկար է եւ դե լավ սենց ասենք, հա, փոքր ինչ չեմ ասի անհասկանալի է, փոքր ինչ գիտեք ոնց տարակուսելի էլ չի, որ օրինակ հայակվեի մեջ կարող է լինել կուսակցություն, այսինքն ինչ դա կլինի հայակվեին կից կուսակցություն, դա կլինի հայակվե կուսակցություն հայակվե շարժման մեջ, թե դա կլինի այլ կուսակցություն, որը միացել է հայակվեին եւ այդ կուսակցության հիման վրա, օրինակ հայակվեն կորոշի մասնակցել ընտրությունների, հա, չէ, եթե կոպիտ ասեմ, եթե չկա լիազորություն խոսալու կամ օրինակ առայժմ չունեք որոշում, խնդրեմ։ Չէ, ձևի վերաբերյալ առայժմ վերջնական որոշում չկա, ոնց կլինի, թե մեր սեփական ասելով մենք Չէ, հասկանում եմ, ասա նորմալ է ասենք, ինքներս կհիմնադրենք կամ գուցե այլ ինչ-որ կուսակցություն ցանկություն կհայտնի, որ ինքը եւս դառնա հայակվեի մաս եւ այդ կուսակցության միջոցով մենք ամեն դեպքում կուսակցությունը անհրաժեշտություն է զուտ ընտրություններին մասնակցելու համար։ Մնացած բոլոր առումներով կուսակցության անհրաժեշտություն չկա, մնացած բոլոր այն գործառույթները, որ մենք իրականացրել ենք մինչև այժմ, մեզ կուսակցություն պետք չի եկել դրա համար։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար է անհրաժեշտ, իսկ այն գործունեությունը, որ մենք իրականացնում ենք այժմ մեր տարածքային գրասենյակներում, հիմնականում կապված են կրթական ծրագրերի հետ, գիտելիքների փոխանցման հետ, իրավունքների պաշտպանության հետ է կապված, մարդկանց քաղաքական գիտելիքներ տալու հետ է կապված, բայց նաև բնականաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ մոտ կա նաև առաջնորդական որոշակի թիմ եւ կա նաև այդ պահանջարկը, որպեսզի մենք եւս մաս կազմենք որոշումների կայացման գործընթացին ազդեցություն ունենանք, հա, յետ պահելով Հայաստանը երկրորդ կապիտուլյացիայից, այդ պարագայում մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք արտախորհրդարանական ձևաչափի, հա, քաղաքական ուժերի հետ գնալ միավորման, արդյունավետ ենք համարում կոնսոլիդացիան, համախմբումը, այլապես որպեսզի տեղի չունենա 2021 թվականին տեղի ունեցածը մեծ քանակությամբ ձայների փոշիացումը։ Ահա, հիմա տեսեք, հարգելի ռադիոլսողներ, մի անգամից հիշեցնեմ ձեզ, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի ընտրություններում անհատի պարզապես մարդը, տենց անհատ առանց
ներգրավվածության որոշակի կուսակցության մեջ չի կարող մասնակցել ընտրությանը մասնակցում են կուսակցություններ եւ կամ օրինակ կուսակցությունների դաշինքներ եւ այլն, այսինքն քաղաքական միավորներ թղթով, պեչատով, թուղթ բարաթով, այս sense ասեմ, հա, որ ավելի հասկանալի լինի, որ ինչի համար այդ իմ համառությունը, որ հա հարցնում են կուսակցություն կլինի, թե չէ, դրանով է պայմանավորված, որ հասկանալի լինի։ Ես ուղղակի ասեմ, պարոն Աբովյան ջան, ասեմ նաև, որ հնարավոր է մենք ընդհանրապես չստեղծենք այդ կուսակցությունը, բայց այլ կուսակցությունների հետ միասին, ում հետ որ համաձայնության կգանք, այդ դաշինքը կազմենք, այդ ցուցակը կազմենք, այդ դաշինքը կազմենք, բայց մենք ուզում ասել այդ դա դեռ վերջնական չենք որոշել, այսպես ասած։ Բայց որ մասնակցելու ենք, մենք ուզում ենք որ մասնակցենք ու մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի այդ կոնսոլիդացիան լինի։ Եթե այդ կոնսոլիդացիան չլինի, եւ մենք էլ հասկանանք, որ միայնակ չենք մասնակցի, մենք ուզում ենք շատ որ կոնսոլիդացիան լինի համախմբված ձևով, արդյունավետ, որ եղանակ փոխվի նաև դաշտում, այդ պարագայում մենք կմասնակցենք։ Բարի, եմ որ ասում յուրաքանչյուր դեպքում, հա, տարբերակները շատ են, շատ ասելով, գիտեք, այստեղ արդեն մարտավարական ավելի շատ մարտավարության խնդիր է, թե ինչպես մենակ դաշինքով, այլ ինչ որ կուսակցությունների կամ այլ համիավորների ցուցակով եւ այլն, դա մարտավարությունը եւ շեմերը պարզապես այնքան բարձր են, որ մենակ մասնակցելը շատ դժվար է։ Բայց մենակի շեմն իջել է 4% է։ 4% է, բայց 4%-ը քիչ չի։ Համենայն դեպս այս դրակոնյան ոնց որ պայմաններում քիչ չի 4%-ը։ Իհարկե 5%-ից ավելի քիչ է, բայց երբ որ օրինակ համեմատում ենք Նիդերլանդների հետ, այնտեղ 1-1.5% է եւ դրա համար խորհրդանում 15-16 քաղաքական ուժ կա։ Ի տարբերություն մեզ, որ միշտ 2-3 այդպես ուժեր են լինում եւ միշտ այս ամբողջ տարիների ընթացքում նախքին ներկա այդ դիխոտոմիայի մեջ ենք մտնում։ Այո, այդ շրջանակը ինքը պետք է իհարկե պետք է դուրս գանք դուրս գանք այդ շրջանակից, որովհետև գիտեք, իրականում իմ խորին համոզմամբ յուրաքանչյուր գործընթաց, ընտրական գործընթաց ինքը պետք է դիտարկվի ոչ միայն եւ ոչ այդքան այս կամ այլ քաղաքական ուժի, հա, նախապատվություններ դուրս գալիս է, թե չէ, կամ ընդհանրապես իմ դուրս չի գալի այս ուժը եւ այլն, այլ ավելի խորքային եւ յուրաքանչյուր քաղաքացին պետք է խորքային զգա, որ ինքը այսօր գնում է ոչ թե ընտրին ու պայմանական Մենուա Սողոմոնյանին, այլ ինքը ընտրում է իր երեխեն վաղ անվտանգ երկրում ապրելու է, թե չէ, առհասարակ որ երկրում է այդ երեխեն ապրելու է։ Դա շատ կարևոր է։ Ինչ ուսում է ինքը ստանալու, ներողություն, ինչ հոգևոր, հա, դաստիարակություն է ստանալու, որովհետև հարգելի ռադիոլսողներ, մի բան կա, ես վստահաբար ձեզ կարող եմ ասել, հոգևոր եւ բարոյահոգեբանական հենքերը առհասարակ, երբ որ մենք խոսում ենք դրա մասին, հա, իրենք շատերի մոտ չեն ասոցացվում կիրառական, հա, գործընթացների ներքո։ Իսկ ինչ կապ ունի։ Ժորժ ջան, ուղիղ կապ ունի կիրառական բանաբարոյահոգեբանությունը, որովհետև եթե դու չունես բարոյահոգեբանական, դու ես ձեզի նկատի չունեմ, վերացական, հա, եթե մի հասարակություն է, որի բարոյահոգեբանական հենքը խալխլված է, այդ հասարակությունը չի կարող դիմակայել, երբ որ իրան խփում են։ Իհարկե։ Ուղղակի չի կարող։ Եթե մարդու մոտ, օրինակ, առաջնային, հա, առաջ է գալիս ահավոր ձևի գերակայում է օրինակ կոնֆորմիզմը եւ անձնական, հա, էգոիզմը, վատ առումով էգոիզմ, այսինքն ախպեր ինձնից յան տվեք իմ տունս լավ լինի, ուտելիքը տեղը լինի, երեխեքը առողջ լինեն, մնացած ինչ չի դարքում։ Ուրեմն այդ պարագայում ոչ տունը ունենալու, ոչ երեխեն առողջ ունենալու, ոչ էլ ուտելու բանա ունենալու։ Իհարկե, որովհետեւ այն սպառնալիքները, որ մեր գլխին կախված են, այդ սպառնալիքները անհամաչափ են։ Զուտ թվային քանակական տեսանկյունից որ նայում են, այդ սպառնալիքների տերերը մեզնից քանակապես ինչքան շատ են, մեզնից ինչքան շատ զենք ունեն, ինչքան շատ տանկ ունեն, ինչքան շատ ինքնաթիռ ունեն եւ այլն։ Բայց այդ ամեն ինչի եւ դրան էլ գումարած այսօր աշխարհակարգ այնպիսին է, որ չես կարող վստահ լինել, որ որևիցե մեկը կերաշխավորի քո անվտանգությունը։
Այսօր միջազգային քաղաքականության մեջ ոստիկան չկա, չէ, որ վերցնենք հեռախոսը, զանգենք, ասենք եկեք օգնության։ Այդպեսին չի միջազգային քաղաքականությունը, միջազգային քաղաքականությունը անարխիա է այստեղ։ Եվ այդ պատճառով յուրաքանչյուր պետություն պետք է առաջին հերթին դիմի ինքնօգնության, հույսը դնի իր վրա։ Իսկ ինքնօգնությունը նշանակում է լինել ուժեղ այնքան, որպեսզի քեզ չհոշոտեն։ Փաշինյանը ասում է ուժեղ ումից, չէ, այդ հարցը սխալ է, հարցի այդ ձևը։ Ոչ թե պետք է լինի ուժեղ ումից, այլ ուժեղ որքան։ Այսինքն, եթե դու գայլին դեմ հանդիմանես ու դու հնարավորություն չունես առյուծ դառնալու, մենք չունենք հնարավորություն առյուծ դառնալու, ապա պետք է ոզնի դառնալ պարզապես, որպեսզի քեզ չհոշոտեն։ Կամ մեղրակեր կենթանի կա, գիտեք, շատ հաճախակի դիպուկ համեմատություն են անում, մեղրակերա կոչվում մեդայետ, հա։ Անգլերեն հոնի իտ։ Շատ փոքր կենթանի է, իրականում էլի sense շնից մի քիչ փոքր, բայց այդ կենթանոց արյուծ, արջ, վագր, սարսափում են։ Հա։ Գիտեք ինչի համար։ Ինքը չի ոչ թե չի հասկանում, ինքը բնազդով ոչ թե կռվար, արա, այլ ինքը բնազդով չի հանձնվում։ Այո, չի հանձնվում։ Ինքը այն որ ասում վերջի հանգրվանը ինչ-որ կոկորտից բռնում է այդ մեծ կենթանիները, կախվում է ու կենթանին խեղդվում է։ Ես չեմ ուզում համեմատական անցկացնել։ Բայց ճիշտ համեմատական եք անցկացնում։ Երբ որ մեզ ասում են ուժեղ ումից կամ մենք օրինակ չպետք է ապավինենք առաջնայինը մեր օրինակ ռազմական ներուժի, հա, ու սենց ասեմ, դիմադրելու, մեզ ասում են հետևյալը, դիմադրելու իմաստ չկա, կորել է դիմադրելու իմաստը, որովհետև հա չես գնա Չինաստանի հետ կռիվանես կամ Ամերիկայի հետ կռիվ, կամ Ռուսաստանի հետ կռիվանես կամ Իրանի։ Ու դրա համար մենք պետք է ուրիշ ուղիով նայենք, ժողովուրդ ջան, մի բան ասեմ ու այս թեման փակենք։ Հիմա մեզ լսողները վստահաբար մենուա ջան առանց նեղանալու ինձնից քեզնից շատ խելացի մարդիկ են։ Վստահաբար։ Իհարկե։ Մի հատ հարց տվեք ձեզ։ Շվեյցարիան, որը գտնվում է Եվրոպայի կենտրոնում, որը 300 տարի կռիվ չի արել, որը չունի գոյաբանական սպառնալիք ընդհանրապես, որը ունի ինձ ֆինանսական եւ տնտեսական մեխանիզմներ, որ սա Եվրոպան մատի վրա կարա պտտացնի։ Այդ շվեյցարացիք այդ հա իմիջիալոց լավ էլ փող են հաշվում շվեյցարացու պես նման կոպեկ առկոպեկ փող հաշվող հասկ չկա։ Բայց ես հարց տվեք, այդ Շվեյցարիան ինչի է համարվում Եվրոպայի ամենամիլիտարիզացված պետությունը։ Այդ ինչի համար շվեյցարացին միլիարդատերից բռնած միջև ամենահասարակ մարդ հասկանում է, որ իր անվտանգության առաջնային բաղադրիչը դա ոչ թե փողերն է, որ շվեյցարական բանկերում են պահում, ոչ էլ տնտեսությունն է, որը գեր զարգացած է, այլ իր բանակն է։ Մի բան էլ ասեմ, եւ ակտիվ պահեստազորը։ Ակտիվ պահեստազորը։ Ուրեմն 1939 թվականին, երբ որ մշակվում էր առաջին ներողություն երկրորդ համաշխարհային պատերազմի նախագծերը եւ երբ որ Հիտլերին բերել էին, հա, ու սենց ասենք պետությունների ցուցակը եվրոպական, որը նախատեսում է գրավել, այնտեղ բացակայում է Շվեյցարիան, հարց է տալ իր գեներալներից մեկին, ասում են գերասում ամենափոքր պետությունը Շվեյցարիան խե քան առասմ ախպեր, Շվեյցարիայում ժողովուրդը անենց է դաստիարակված ու անենց ենթակառուցվածքները բունկերային մտնելու են բունկերը, բանակը մտցնելու են, խրվելու են, մեջը միլիոնով մեծ կոտորելու են։ Իրանք ի վերջո կարող էին գրավել Շվեյցարիան, Գերմանիան, մեծ հզոր Գերմանիան, բայց այնքան կորուստ կտար այդտեղ, որ քաղաքականապես անընդունելի կլիներ։ Հիմա նույն մոդելը մենք էլ ենք ասում, որ այո, քանակին մենք քանակապես ավելի վատ դիրքերում ենք զենքերի, զինատեսակների, մարդուժի եւ այլն, բայց մենք դրան պետք է հակադրենք մտքի թռիչքը, այսպես որակական թռիչքը պետք է դրան հակադրենք ու այդ առումով Փառք Աստծո մեր մատաղ սերնդի մեջ ծրագրավորողներ, տեխնոլոգիական ուղղությամբ կրթություն ստանալ ցանկացողների եւ պատրաստական երեխեքի ու ծնողների պակաս չկա։ Պարզապես մենք պետք է կարողանանք այդ երկու բանը իրար հետ կապել, որ ծնողի համար իր երեխուն մոտիվացնելիս, որ գնա լավ ֆիզիկա սովորի, մաթեմատիկա սովորի, որ լավ ծրագրավորող դառնաս, այդ ծրագրավորող դառնալդ ոչ միայն քո փող աշխատելու հեռանկարի հետ կապված լինի, փողը սենց տենց աշխատելու ես, այլ նաեւ նրա հետ, որ կարողանաս քո ներդրումն ունենալ մեր երկրի տեխնոլոգիապես զարգացած ռազմական արդյունաբերության մեջ, որի արդյունքում ոչ ոք ռիսկ չի անի մեր հանդեպ
ագրեսիվ ինչ-որ նկրտումներ ունեն։ Եվ բարոյահոգեբանական զինվորը սահմանում պետք է հասկանա, որ ինքը պաշտպանում է ոչ միայն վերացական պետության սահմանները, վերացական ես Հայաստանի վրա օրինակը չեմ բերում առհասարակ, որովհետև Հայաստանը իրական գիտեք ինչ առումով իր պատմությունով, իր հավատով, իր Մասիս սարով, իր Արցախով, իր Արևմտյան Հայաստանի հիշողությամբ, իր ամեն ինչով իրական, դա է իրական Հայաստանը։ Եվ երբ որ մենք բերում ենք օրինակը, ես ուզում եմ ասել, որ sense մի միտք զինվորը այնտեղ, իր մեջ պետք է նստի, որ ինքը ոչ միայն իր ծնողներին է պաշտպանում, կամ իր գյուղն է պաշտպանում, այլ ինքը պաշտպանում է Մաշտոցի գրերը, ինքը պաշտպանում է չգիտեմ քրիստոնեությունը գլոբալ առումով, ինքը պաշտպանում է մեր շարականներն է պաշտպանում, իր պապի, իր նախապապերի, ապրածը ու սխրանքները, որ այդ մի կտոր հայրենիքը, որը մեր մեծ հայրենիքի իրականում բուջուրիկ կտորն է, ինքը այդ մեծ հայրենիքն է պաշտպանում, որովհետև հիշենք Մարտին Լյութեր Քինգի խոսքերը, ասես մի արտահայտություն կա, չէ, I have a dream, ես ունեմ երազանք, եւ այդ երազանքը այո պետքա լինի գլոբալ մեծ ու շատ ուժեղ, մեջը ներառելով ամեն ինչ, հենց այտենց, որովհետև եթե չկա այդ երազանքը, ոչ մի բան չկա։ Այ լավ զրույց ստացվեց։ Շնորհակալություն մեզ համբերատար լսող մեր ունկնդիրներին։ Չէ, մեր ունկնդիրները շատ ակտիվ են, նամակներ են գրում այս հաղորդումից հետո, էլի նամակներ կգրեն։ Եթե մեզ լավ էլ պակաս կներեք Ժորժ ջան։ Դիտարկումներ, դիտողություններ կունենան, սիրով կլսենք։ Շնորհակալ ենք շատ։ Միանշանակ հիշեցնեմ ձեզ, որ այսօր ոդկասթը վարեցի Հայակֆե հասարակական ազգային քաղաքացիական շարժման ներկայացուցիչի հետ միջազգայնագետ չստացվեց միջազգային ելևէջներից խոսենք, դրա համար խոստում եմ կորզում Մենուա ջանը։ Մյուս անգամ կնստենք մասնագիտական կխոսենք։ Մեծ սիրով։ Միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի հետ եւ այսօրվա հաղորդումը ավարտվեց եթերում Աբովյան Թայմներ եւ ես Արման Աբովյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։ Հաջողություն։